Ողջույն բոլորին, դուք այժմ լսում եք You Voices podcast-ը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ակտիվ երիտասարդ, ուսման մեջ հաջողություններ գրանցած Մայրամ Մկրտչյանին։ Ողջույն Մայրամ։ Ողջույն Աննա ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, շնորհակալություն, իսկ դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Մայրամ, արի սկսենք սկզբից։ Ինչից սկսվեց քո ուսման ճանապարհը, ով կամ ինչն է քեզ ոգեշնչել լավ սովորել ու առաջ գնալ։ Իրականում, որպես այդպեսին, սովորելը սկզբում ինձ համար մի որոշ չափով պարտադրանք էր, որովհետև հիշում եմ առաջին երկրորդ դասարանում մայրս էր կողքս նստում ու ասում էր սովորիր, սա կարդա, սա գրիր ու այսպես սկզբում մի փոքր այդ ուսման process-ը պարտադրանք էր, բնականաբար, որովհետև երեխայի չէի գիտակցում ավելի շատ թե ինչու է կարևոր ուսումը, բայց երբ որ արդեն մի մոտավոր 5-րդ, 6-րդ դասարան էի, ինքս հասկացա, որ ուսումը շատ կարևոր է ինձ համար ու այն գիտելիքները, որոնք ես ձեռք եմ բերելու, դրանք հետագայում ինձ կյանքում են պետք գալու ու պետք չի ուղղակի օրվա դասը սովորել ուսուցչին պատասխանելու համար, այլ այն գիտելիքը, որը ես ձեռք եմ բերում ամեն օր, հետագայում ինձ կյանքում է պետք գալու։ Իսկ հետո չեմ կարող չնշել այն ուսուցիչներին, որոնք ինձ համար պարզապես ուսուցիչ չեն, այլ դասատու են, իրենք դաս տվող են, այդ մարդիկ ինձ համար հանդիսացան մոտիվացիայի աղբյուրներ, այս մասը կկտրեք, այդ մարդիկ դարձան ինձ համար մոտիվացիայի աղբյուր, որ ես սկսեմ ավելի լավ սովորել և ավելի շատ ուշադրություն դարձնեմ իմ ուսմանը։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ ուսումդ կազմակերպելու գաղտնիքը ո՞րն է, ինչպես ես հասցնում անել ամեն ինչ, բայց այնուամենայնիվ մնալ գերազանցիկ։ Ես գիտեմ նաև, որ դու բազմաթիվ կամավորությունների ես մասնակցում, մի փոքր կպատմես այդ մասին։ Իրականում որպես այդպեսին գաղտնիք չկա։ Կարծում եմ ժամանակի կառավարումը ամենակարևոր կետերից մեկն է, որ ես ամեն ինչ այսպես ասած հասցնում եմ։ Ես ինտերնետում ուղղակի Instagram-ը, TikTok-ը սկրոլ անելու փոխարեն նախընտրում եմ ավելի օգտակար բաներով զբաղվել, որովհետև բոլորիս է հայտնի, որ դա իրոք շատ մեծ ժամանակ է խլում մեզանից, ու ես փորձում եմ հնարավորինս քիչ մտնել Instagram, TikTok, ճիշտ է, լրիվ կտրված չեմ, օգտագործում եմ, բայց ամեն դեպքում հնարավորինս կրճատում եմ այդ ժամանակահատվածը ու մեկ-մեկ լինում է ինձ բռնացնում եմ այդ մտքի վրա, որ վայ, մի կես ժամ է, ինչ-որ սկրոլ եմ անում, պետք չի արդեն։ Հիմնականում ժամանակի կառավարման մեջ օգտագործում եմ իմ պլանավորման, այսպես ասած, գործիքը, որովհետև ես հիմնականում շատ եմ սիրում մի հատ նոթատետր ունեմ իրականում, որի մեջ անընդհատ գրում եմ այս ժամից այս ժամը այստեղ եմ լինելու, հետո սա եմ անելու, այսօր հասցնելու եմ այսքան էջ գիրք կարդալ, այսօր այստեղ եմ լինելու այս ժամին, պլանավորում եմ իմ օրը։ Ու այդպես ամեն ինչ փորձում եմ հասցնել։ Մայրամ, ես գիտեմ նաև, որ անցած տարի որպես գերազանցիկ մեկնել ես Դուբայ։ Մի փոքր էլ այդ մասին խոսենք։ Իրականում ամենաէմոցիոնալ պահերից մեկն էր, այսպես ասած, որ իմացա պետք է գնամ Դուբայ որպես լավագույն աշակերտուհի։ Ես գնացել եմ Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի կողմից ու ոչ ոք չգիտեր օրինակ թե այդ օրը մենք ժողովի էինք իրականում գնացել ու ոչ ոք չգիտեր թե ինչ ժողովի էինք գնում, նույնիսկ մեր տնօրենը ինձ ասում էր անընդհատ գնալու ես մարզի լավագույն աշակերտների հետ մրցում է ինչ որ լինելու կամ էլ որոշ չափով մտածում էի միգուցե ինչ որ պարգևատրում բան կլինի, բայց այդ կարգի մեծ բան չէի սպասում իրոք։ Ու այդ ծրագիրը կոչվում էր Գերազանցիկը 2024, որը իրականացվեց Հակոբյաններ համահայկական հիմնադրամի եւ Ախուրյանի համայնքապետարանի, Շիրակի մարզպետարանի համաֆինանսավորմամբ ու մեկշաբաթյա հրախուսական հանգիստ ունեցանք Դուբայ քաղաքում, Արաբական Միացյալ Էմիրությունների ու այդ ուղղակի Դուբայ գնալ չէր ինձ համար, դա իրոք մի բան էր, որ գիտես, որ դու գնահատված ես այս պետության կողմից ու պետությունը պատրաստ է քեզ առաջ տանելու, որովհետև դու այսքան տարի ինչ-որ ուղղակի անիմաստ չես սովորել ու դա իրոք շատ մեծ նաև մոտիվացիա հանդիսացավ, ճիշտ է, չենք սովորել այսքան տարի, որ Դուբայ գնանք մի օր, բայց ամեն դեպքում դա մոտիվացիա ինչ-որ աղբյուր էր, որ էլի ավելի լավ ես սովորում, որովհետև գիտես, որ ուղղակի սովորելու համար չես սովորում, այլ պետությունը իրոք ուշադրություն դարձնում է այդ ամենին։ Եթե խոսենք կրթական համակարգի մասին, ինչ կփոխեիր, որ երեխաները ավելի մոտիվացված լինեն։ Երևի դասապրոցեսը ավելի ստեղծարար ձևով անցկացնելու ընթացքը հետ,
Ես ունեմ ուսուցիչներ, որոնք հետաքրքիր մեթոդաբանությամբ են անցկացնում դասերը եւ հիմնականում այդ առարկաները ավելի մեծ հաճույքով եմ սովորում, քան մյուսները, չնայած բոլոր առարկաներն եմ շատ լավ սովորում, այնուամենայնիվ կան ուսուցիչներ, որոնք ավելի հետաքրքիր եւ կրեատիվ են անցկացնում դասը, ու նաեւ շատ ուշադրություն երևի կդարձնեի գործնական կողմին, որովհետեւ մենք շատ հաճախ դպրոցներում ստանում ենք կրթություն, որը հիմնականում մեզ տալիս է տեսական գիտելիքներ, բայց օրինակ դասագրքի մեջ միգուցե գրված թե դա որտեղ կարելի է կիրառել կյանքում եւ ավելի շատ կողմ կլինեմ, եթե աշակերտը տվյալ օրվա դասը կարողանա գործնականում կիրառել։ Իսկ որոնք են քո սիրած առարկաները։ Ֆիզիկա եւ մաթեմատիկա շատ եմ սիրում, բայց անգլերենը էլ հայոց լեզու ամեն ինչից շատ լավ եմ, բայց ամենասիրելին երևի ֆիզիկան ու մաթեմատիկան կնշեմ։ Ես գիտեմ, որ դու բացի ֆորմալ կրթություն ստանալուց զբաղվում ես նաև ոչ ֆորմալ կրթությամբ, դա էլ մի փոքր պատմիր։ Այո, ես ոչ ֆորմալ կրթությունը բացահայտել եմ 13 տարեկանում, իրականում առաջին ծրագիրը, այսպես ասած, որ ոչ ֆորմալ է եղել ու մասնակցել եմ այդտեղ հայկական Կարիտասի արևային էներգիայի մասին ծրագրերից մեկն էր, ու եթե նույնիսկ հիմա հարցնում են առհասարակ, թե օրինակ որտեղ կուզենայիր, որ առաջին փորձ ունենայիր ոչ ֆորմալ կրթության մեջ, ես միանշանակ էլի կպատասխանեմ հայկական Կարիտասը։ Այդ ամենից զատ ես այս ոչ ֆորմալ կրթության մեջ գտել եմ իրոք ինձ, որովհետև ինքը ավելի ազատ է, տեսեք, օրինակ ոչ ֆորմալ կրթությունը տարբերվում է ֆորմալից, թեկուզ ամենահասարակ ձևն եմ ասում, սովորողների, մասնակցողներին նստելու ձևից, մինչև ամբողջ այդ մեթոդաբանությունը, այդ process-ը ինչպես է անցնում, ու ոչ ֆորմալ կրթության մեջ յուրաքանչյուրն ավելի ազատ է իրեն զգում, այստեղ չկա միանշանակ ճիշտ ու սխալ, այստեղ յուրաքանչյուր անհատ հարգվում է որպես ինչ-որ իր կարծիքով, իր կարծիքին տեր մարդ, ու այստեղ ինչ-որ ճիշտեր ու սխալներ չկան, ի տարբերություն օրինակ դպրոցական միջավայրում, չնայած դա էլ գալիս է նրանից, որ բնականաբար դպրոցական դասագրքում գրվածները, օրինակ մաթեմատիկայի ինչ-որ թեորեմ, բնականաբար չի կարող լինել ճիշտ կամ սխալ կամ անհատական կարծիք որպես այդպիսի, իսկ ոչ ֆորմալ կրթության մեջ հիմնականում օրինակ այնպիսի թեմաներ են քննարկվում, որոնք ավելի անհատական մոտեցումներ են ցուցաբերում, այսպես ասած։ Մեր հարցերը այսքանն էին, շնորհակալություն Մայրամ ջան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն մեր ոդքասթը լսելու համար, բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, բայց չթողնելու հետագա վիդեոները եւ մեկնաբանության դաշտում գրեք հաջորդ անգամ ում կուզեք լսել։ Bye bye։ Ինչ եմ վերջում։ Գեշուշան։ Տոմայդում։ Չէ, չեղավ, մեր օպեմ։ Մեր հարցերը։ Bye։ Ահա, մեր օպեմ։ Всё, я спорта.